Միք հեռուստառադիոընկերության և Mirror TV Armenia-ի եթերում մեր ուղին հաղորդաշարն է։ Հուլիսի 4-ից մինչև հուլիսի 6-ը Վանաձորը պետք է հյուրընկալի տեխնոլոգիական մի մեծ նախագծի, որ մարդիկ պետք է իրենց ողջ կարողությունը, գիտելիքները փոխանցեն մեր համայնքին։ Ինքը ունի հետաքրքիր մի անվանում Թեքվիկը Վանաձորում է։ Եվ մենք այս ծրագրի շրջանակներում կփորձենք բացահայտել, թե ինչ է ներկայացնում իրենից առհասարակ Թեքվիկը, ինչ է ներկայացնում տեխնոլոգիական քաղաքը, որն է նրա հիմքը եւ գաղափարը։ Մենք հյուրընկալել ենք հենց այդ հիմքում կանգնած մարդկանցից մեկին, Սպարտակ Գյուրեղյանին, ողջույն, ինչ է իրենից ներկայացնում Թեքվիկը։ Շնորհակալություն հրավերի համար։ Թեքվիկը երրորդյա միջոցառում է, որը ամեն տարի իրականացվում է Հայաստանի որևէ մարզում։ Պատմությունը գալիս է 2021 թվականից, երբ որ առաջին անգամ իրականացրել ենք Արցախում, Ստեփանակերտում, հաջորդ տարի իրականացրել ենք Գյումրիում, Վանաձորում ցավոք սրտի չենք կարողացել հայտնի դեպքերի բերումներով իրականացնել, սակայն մեր պարտքը, այսպես ասած, այս տարի որոշել ենք վերադարձնել ամբողջ Հայաստանի տեխնոլոգիական մայրաքաղաքը 3 օրով տեղափոխելով Երևանից դեպի Վանաձոր։ Ինչպես գիտեք, Երևանը ընդհանուր մեր երկրի մայրաքաղաքն է բոլոր իմաստներով, թե բիզնես իմաստով, թե մարդկանց քանակով եւ այլն, թե նաեւ IT-ով։ Ու այս միջոցառման նպատակը կայանում է նրանում, որ մենք տարվա 3 օրը այդ մայրաքաղաքի տեղափոխումն ենք իրականացնում դեպի որևէ մարզ, այս տարի Վանաձորում ենք հյուրընկալում, որտեղ զուգահեռ իրականացնելու ենք տարվա ընթացքում շատ միջոցառումներ, որ իրականացվում են Երևանում, դա խտացված զուգահեռ փորձելու ենք իրականացնել 3 օրերի ընթացքում Վանաձորում։ Իրականացնելու ենք զուգահեռ մոտ 5 թե 6 միջոցառում, կարող եմ պատմել դրանց մասին, բայց փորձելու ենք թե բոլոր հնարավոր ոլորտի գիտակներին, լավագույն խոսնակներին, ընկերությունների ղեկավարներին, թե թիմերին ներգրավել Վանաձորում։ Ինչ կտա վանաձորցուն կամ առհասարակ Վանաձորի հարակից բնակավայրերի մասնակիցներին այս ծրագիրը, այս պրոյեկտը։ Ես ինքս մարզից եմ, մեր քաղաքում ինտերնետը 2006 թվականին է եկել, չնայած Երևանում դա 96 թվականից կար, այսինքն 10 տարի ավելի ուշ է եկել, հետևաբար նման ոլորտի նույնիսկ հասանելիություն ունենալուն մենք 10 տարի հետ ենք եղել մարզերում։ Այս հնարավորությունը այն իմաստով, որ մենք փորձում ենք այն հնարավոր բաները, որ աշխարհում կա ու հայկական IT ոլորտը դրա մասն է կազմում, ունենք ընկերություններ, ստարտափներ, որոնք համաշխարհային Աստորեն գաղափարը համաչափ զարգացումն է։ Այո, այսինքն հնարավորություն ընձեռենք, որ այդ 3 օրում մարդիկ մարզից կամ կողքի համայնքներից, գյուղերից գան ու տեսնեն, թե ինչ հնարավորություններ կա, որովհետև առաջին խնդիրը հասանելիությունն է։ Դրանից հետո է, որ հնարավոր է տվյալ տարածքներում, բնակավայրերում ձևավորվեն այդ ոլորտի ընկերություններ, ստարտափեր, թիմեր, որոնք որ արդեն էլի կփորձեն աշխարհում մրցել, որովհետև այսօր շատ գլոբալ է մրցակցությունը IT ոլորտում, այսինքն դու մենակ հայկական շուկայում որպեսզի թիրախավորվես որպես ընկերություն, դա բավարար չի, այսինքն մեր միտքը պետք է լինի, թե ոնց անենք, որ աշխարհը գրավենք։ Իսկ ովքեր կարող են ընդգրկվել այս ծրագրին։ Հուլիսի 4-ից 6-ը մենք ունենալու ենք կոնֆերանս, որը սկսվելու է հուլիսի 4-ին ժամը 1-ից սկսած Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, սկզբում լինելու է գրանցումը, դրանից հետո մեկնարկելու է կոնֆերանսը, որը հագեցած է լինելու ելույթներով ու պանելային քննարկումներով։ Այդ ամեն ինչի մուտքը անվճար է, ուղղակի հարկավոր է գրանցվել այցելելով techvic.am կայք, այնտեղ գրանցվելով, նույնիսկ եթե մարդիկ գրանցված չլինեն մինչև միջոցառումը, կարող են գան տեղում գրանցվել։ Իհարկե, մինչև այդ գրանցվելը մեզ կօգնի ավելի լավ պլանավորել միջոցառումը։ Կոնֆերանսի մուտքը ամբողջովին անվճար է։ Կոնֆերանսի տարածքում ունենալու են կրթական էքսպո, որին կարող են էլի նույն մասնակիցները ունենալ հասանելիություն։ Ունենք դրանից բացի Հայաստանի պատմության մեջ ամենամեծ հակատոնը տեխնոլոգիական 68 թիմ է մասնակցելու, դիմորդ ունեինք 95 թիմ, որից 68 թիմը ընտրվել են որպես մասնակիցներ, որպեսզի պատկերացնեք, ամեն թիմում ընդգրկված է 3-ից 5 մարդ, այսինքն մոտ 250-ից 300 մասնակցով զուգահեռ 3 օր իրականանալու է միջոցառում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում VTC-ում, որտեղ ընդհանուր $15000 մրցանակային ֆոնդ ունենք, այսինքն հաղթող թիմերը, այդ թվում նաև Լոռու մարզից, որովհետև բավականին շատ դիմողներ ու նաև
մասնակից թիմեր ունենք հենց Լոռու մարզից, կարողանալու են մասնակցեն եւ հաղթեն։ Դրանից բացի ունենք գաղափարների մրցույթ, որի անունը Wings է, որը տեղի ունենալու արդեն Շարլ Ազնավուրի մշակույթի պալատում, որտեղ եւս ունեինք մոտ 43 թիմորդ, 7 ընտրվել են, որոնք մրցելու են վերջին փուլում ու հաղթողները ապարգևատրելու են մինչև $5,000 մրցանակային ֆոնդով։ Այսինքն մենք նաեւ փորձում ենք դրանով տեղի թիմերին եւ համայնքի արվող գործերին աջակցել։ Խոսեցինք մրցանակային ֆոնդերից, հիմա խոսենք կազմակերպիչներից, ովքեր են կազմակերպիչները, որտեղից են գոյանում այդ միջոցները, որպեսզի ստարտափի համար ֆինանսական եւ այլն։ Նախ կազմակերպիչները այս տարի 3 կազմակերպիչ ունենք, Zealous ընկերությունն է, IT ընկերությունն է, որը ես եմ ներկայացնում, որը փաստորեն այսօրվա հայկական IT ամենամեծ մարզային ընկերությունն է, հա։ Մենք Վանաձորում ունենք մոտ 80 հոգանոց մասնաճյուղ, օրինակ։ Մյուս կազմակերպիչը TCF ընկերությունն է, որը մարքեթինգի եւ քրաուդֆանդինգի ոլորտում հայտնի ընկերություն է, ոչ միայն Հայաստանում, եւ երրորդ համակազմակերպիչը, որը այս տարի է մեզ մեծացել ու շատ տենց մեծ ուժ է տվել, դա ATZM-ն է, առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, այսինքն IT ոլորտի ընկերությունների միությունն է, համախմբում է մոտ 250 ընկերություն, ներկայացնում է կարելի ասել հայկական IT ոլորտի, ասենք 80-90%։ Ես ինքս էլ ATZM խորհրդի անդամ եմ ու ATZM-ի այդ միանալը բավականին մեծ ուժ է տվել միջոցառումը ել ավելի մասշտաբացնելու։ Ինչ վերաբերվում է միջոցներին, ամբողջ միջոցները համայնքային միջոցներն են, այսինքն մենք իրականացնում ենք համայնքից ներգրավելով հովանավորներ, գործընկերներ, այսինքն ամբողջովին ամբողջությամբ։ Կարելի է ասել, այս ոչ թե մենակ այդ կազմակերպիչների միջոցառումն է, կազմակերպիչները վերցրել են հանձնառությունը դա կազմակերպելու, բայց ամբողջ միջոցառմանը ներգրաված են 60-ից ավել ընկերություններ տարբեր ձևաչափերով, էլի թե գործընկեր թե աջակից, որոնք օգնում են, որպեսզի միջոցառումը տեղի ունենա, որտեղ մարզում նման մասշտաբի միջոցառում անելը բավականին խնդիրներ ունի, հարցեր ունի, որոնք որ առանց մեր գործընկերների մենք չէինք կարողանա լուծել։ Շնորհակալություն, թե ովքեր կարող են ընդգրկվել այդ ծրագրում եւ ինչ ոլորտներ պետք է ներկայացվեն, կիմանանք փոքրինչ հետո։ Մանկական եւ մեծահասակների սրտաբանական առիթմիոլոգիական ծառայություն։ Էխո սրտագրություն։ Հոլտեր հետազոտություն 24-ից 72 ժամ։ Զարկերակային ճնշման 24-ժամյա ամբուլատոր մոնիթորինգ, ուլտրաձայնային հետազոտություն, բարձրակարգ մասնագետների խորհրդատվությունից մինչև ապացուցված բուժման առաջատար մեթոդներ, կարդիովիտա։ Շարունակում ենք մեր հաղորդաշարը եւ մենք զրուցում ենք այն միջոցառումից, որ տեղի ունենալու հուլիսի 4-ից 6-ը Վանաձորի Շարլ Ազնավուրի մշակույթի պալատում։ Այսինքն տեխնոլոգիական, այսպես ասած, քաղաքը այդ օրերին կդառնա Վանաձորը։ Մեր հաջորդ զրուցակիցն է ATZM միջոցառումների համակարգող, ղեկավար Խաչատուր Հակոբյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շարունակենք մեր հարցազրույցը, որ ոլորտներն է ինքը ներգրավելու հենց Techvic-ը։ Տեսեք, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ոլորտները բազմազան են, բայց հիմնական ուղղվածությունը տեխնոլոգիական եւ տեխնոլոգիաներին հարակից ոլորտներ, թվային մարքեթինգ, ծրագրավորում, դիզայն, UI UX եւ այլն, հա, եթե խոսենք ոլորտներից, բայց եթե թույլ կտաք, ես կուզեմ նշել, որ արդեն վաղուց մենք թե ATZM-ում, թե համայնքում, տեխնոլոգիական համայնքում միշտ ենք ասում, որ տեխնոլոգիաները այլևս ուղղահայաց ոլորտ չեն, հա, իրանք վաղուց հորիզոնական են եւ ընդգրկում են բոլոր ոլորտները ու հենց միջոցառման նպատակն է դա, որ ոնց որ եկել ենք դա եւս մեկ անգամ ասելու, որ տեխնոլոգիաները այլևս ներառում են բոլոր ոլորտները։ Ինչ վերաբերում է բովանդակային տեսանկյունից, այնտեղ ունենք հենց կոնֆերանսի մասին է խոսքը, հա, 4-ից 6-ը կայանալիք, այնտեղ ունենք տարբեր թեմաներով հյուրեր, ովքեր խոսելու են, սկսած ստարտափ էկոհամակարգից, թե ինչպես պետք է սկսել ստարտափ ընկերություն, ինչ ուղղություններով զարգացնել, խոսելու են արդեն կայացած ու միջազգային ոնց որ ասպարեզում նշանակություն ունեցող ընկերությունների ղեկավարներ, լինելու են պանելային քննարկումներ, այդ թվում մարզային զարգացման, տեխնոլոգիական ուղղությունների զարգացման եւ այլն։
Այսինքն ըստ էության միջոցառումը հենց կոնֆերանսի կտորը բոլոր հանրության բոլոր շերտերին հետաքրքիր է լինելու, սկսած բարձր ավագ դասարանի, չգիտեմ, աշակերտներից վերջացրած արդեն, չգիտեմ, գործող բիզնեսի ներկայացուցիչներ։ Բոլոր ուղղությունները բովանդակություն ունենք, եթե կոնֆերանսից ենք խոսում։ Ես կցանկանայի խոսել մի երևույթի մասին, որ կոչվում է հակատոն։ Ինչ է ներկայացնում դա իրենից, շատ հետաքրքիր մի նախաձեռնություն ասեմ, երևույթ ասեմ, ինչ է դա իրանից ներկայացնում։ Շատ լավ, հատկանշական է, որ հակատոնի մասով հարցը միշտ ինձ բաժին են գնում։ Տեսեք, հակատոնը ինքը չեմ ասի դարերի խորքից եկած երևույթ է, տեխնոլոգիական ընդհանուր ինդուստրիայի զարգացման զուգահեռ հակատոնները ոնց որ բան են, ինքը արևմտյան կուլտուրայից է եկել։ Մոդելը ընդհանուր սենս է, 48 ժամ կամ 24 ժամ նայած ինչ հակատոնը, կոնկրետ մերը, իդեպ մեր հակատոնի, անունը DevHacks է, այսինքն ծրագրավորողների հակատոն է, որը համակազմակերպիչն է։ Աստորեն հակատոնը կհասկանան միայն ծրագրավորողները։ Չէ, հենց դա դրա համար ենք մենք իրան հանրային անում, որ բոլորն էլ կարողանան պատկերացնել դա ինչա, որի համակազմակերպիչը Layerswap ընկերությունն է, Layerswap ընկերության հետ ենք կազմակերպում 48 ժամվա ընթացքում 70 թիմ պետքա լուծի խնդիր, որի արդյունքում հետո ժյուրին կգնահատի իրանց նախ ոնց որ փուլային է, հակատոնը որպես երևույթ։ Առաջինը ոնց որ դու խնդիր ունես թիմ հավաքելու կար ժամանակում, ասենք մի շաբաթ, մի ամիս ինչ որ ժամանակում, մի 4-5 հոգանոց թիմ հավաքելու։ Երկրորդ փուլն է, որ այդ թիմի հետ դու կոնսենսուսի ես գալի, որ մենք թիմ ենք, ինչ որ խնդիր պիտի վերցնենք, լուծենք, հա։ Երրորդ ուղղությունը, երրորդ կտորը կամ փուլը նա է, որ դու այդ խնդիրը որոշված թիմը ընտրված կոնսենսուսի եկած գնում ես ու մի միջավայրում 48 ժամ առանց ուրիշ ոչ մի բան անելու, բացի առօրյա, այսպես ասած, գործերը ֆոկուս ես լինում հենց այդ խնդիրը լուծելուն ու ունես 48 ժամ ու այդ թիմը ու այն ինչ որ հետդ բերել ես, չգիտեմ, նոթբուք եւ այլն։ 48 ժամը լրացավ եւ այն առաջադրանքը, որ չես հասցրել անել, ինչ է տեղի ունենում։ Հենց այդ առաջադրանքը, ոչ, խնդիր չի, ասեք, առաջադրանքը մենք չենք տալիս, առաջադրանքով իրանք են գալիս։ Այսինքն հակատոնը տարբեր տեսակ են լինում, կոնկրետ սա, որը որ կազմակերպում ենք, իրանք իրանց խնդրով են գալիս, 48 ժամ աշխատում են ու գալիս են արդեն ժյուրիին ներկայացնում են, որ մենք այս խնդիրն ենք տեսել, ինչ-որ ծրագրավորման հետ կապված, ինչ-որ պրոդուկտների հետ կապված, օնլայն կամ օնլայնի հետ փոխկապակցված ու այս լուծումն ենք տվել։ Բայց դա մի քիչ դաժան չէ։ Դե հենց դրա անունը DevHacks է, այսինքն dev հենց dev ու developer-ներ ու նաև dev։ Հա, դաժան է, բայց ոնց որ սիրում է նշել մեր Layerswap-ի համահիմնադիր Արամը Քոչարյան, ինքն էլ է իր ընկերությունը սկսել հակատոնից, այսինքն իր մյուս համահիմնադրի հետ ծանոթացել է հակատոններից մեկի ժամանակ ու տեղից շատ հաջողված ստարտափ ընկերություն են հիմնադրել, հիմա էլ լավ առաջ գնում են։ Այսինքն հակատոնները այդ ընդհանուր համայնքի թիմերի ձևավորման, խնդիրների վալիդացիայի ու ընդհանուր իրար հետ կիսվելու, փորձի փոխանակում անելու միջավայրում ընկերներ բոլորը մի տեղում են լինելու, հա, այսինքն մի սրահում նոր ծանոթանալու, վերագտնելու ծանոթությունները, այսինքն համայնքը ամբողջացնելու, կուրացնելու ու նաև մրցակցությունը ապահովելու, որտեղ մրցակցությունը հատկապես տեխնոլոգիական աշխարհում շատ դաժան է։ Փաստորեն արձանագրեցինք, որ կա ժյուրի, կա դասավարներ։ Դասավար չեն, իրանք ավելի ոնց որ հետևում են, որ process-ները բան լինեն, հա, այսինքն ընթացքը ճիշտ գնա։ Իսկ ովքեր են այդ մարդիկ։ Մեր կազմակերպչական թիմից են, իրանք ուղղակի ոնց որ ավելի շրջում են ու համոզված են, որ ամեն ինչ նորմալ է թիմերի մոտ։ Թիմերը, չափահաս թիմերը, այնտեղ ոնց որ դասավարության հարց չկա, իրանք գալիս են, նստում են իրանց գործին, ուղղակի այդտեղ դժվարությունը այդ 48 ժամ չքնելն է ու deadline-ին վերջնաժամկետին հասցնելն է։ Հաջողություն բոլոր այդ մասնակիցներին, ովքեր կփորձեն 48 ժամ չքնել, ներկայացնել մի ծրագիր ու առաջ շարժվել։ Դրանով հաղթանակ որպես։ Ներողություն, իդեպ նշեմ, որ այս հակատոնը Վանաձորի Հայաստանի պատմության ամենամեծ հակատոնն է, Techfix-ի պատմությանը եւս, այսինքն Techfix-ի շրջանակներում մենք հակատոն նախկինում չենք արել, նախորդ երկու անգամները, այս տարի առաջի անգամը ու փաստացի ամենամեծն է ամբողջ Հայաստանի հակատոնների բանով, մասնակից խմբերի քանակով։
Իսկ ինչ նորարարություն, նորամուծություն, որ նախկինում չի արվել, այս մեկի ժամանակ հակատոնը հասկացանք, որ դա առաջինն է պատմության մեջ Հայաստանի Վանաձորում տեղի ունենալու, իսկ ուրիշ ինչ ծրագիր կա, որ կցանկանայիք Շատ լավ ներկայացնել։ հարց եք տալիս, իրականում այս Techfic-ը, հա, Techfic Վանաձոր 2025-ը, ինչպես արդեն գիտենք, 23-ի տեղափոխումներ 25 թվական, ու մենք միացանք process-ին ու առհասարակ կազմակերպչական թիմը ոնց որ նպատակ էր հետապնդում հնարավորինս իրան ուրիշ մակարդակի տեղափոխել, այդ թվում ուղղահայաց աճացնելու եւ հորիզոնական։ Ունենք 5 տեսակի միջոցառում միաժամանակ, հա, 4-ին, 5-ին եւ 6-ին, նույն Շառնազնավուրի մշակույթի պալատում 3 օրերին լինելու է կոնֆերանսը, որի մասին արդեն խոսեցինք։ Զուգահեռ հենց պալատի հարակից բակում, հենց դիմացի բակում լինելու է կրթական էքսպո, որը էլի նորություն է Techfic-ի շրջանակներում։ Որտեղ ներկայանալու են այն կազմակերպությունները, որոնք մարզային STEM կամ այլ տեսակի կրթություն են ապահովում, որոնցից օրինակ մեր Արմաթն է, ԱՏԶՄ-ի, չգիտեմ, այնտեղ Դասավանդի Հայաստանն է, իրական դպրոցն է եւ շատ ուրիշներ են, շատ չասեմ, որ գան տեսնեն։ Այսինքն էքսպո ֆորմատով ներկայանալու են կազմակերպությունները։ Երրորդը դա ոնց որ Wings գաղափարների մրցույթն է, որտեղ էլի տենց հակատոնային ֆորմատով թիմերը հավաքվում են, իրենց գաղափարներն են առաջարկում ու էլի ժյուրիի ընտրությամբ լավագույն 3-ը հնարավորություն են ստանում մրցանակի ու այդ մրցանակը ոնց որ կարող են ծախսել այդ իրենց գաղափարը իրականացնելու վրա։ Ունենք նաև հենց նույն շենքում աշխատարաններ, տարբեր ընկերությունների հետ համակազմակերպված, որ եթե տենց անգլերեն ասենք workshop-էր, հա, որտեղ արդեն հենց մասնագիտական ուղղվածությամբ երիտասարդները կարող են գալ լսել, ինչ-որ process-ներ տեղում անել, սովորել, փորձել AI աշխատարան ու տարբեր այլ ուղղություններով աշխատարաններ ունենք, հենց նույն օրերին 4-ից 6-ը։ Այսինքն հենց ենք սարքել, որ բոլոր շերտերի, բոլոր տարիքային ոնց որ լսարանի համար այնտեղ անելու բան լինի։ Էքսպոն, Wings-ը, հակատոնը, բայց հակատոնը լինելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, այնտեղ այցելությունների կարիք հատուկ չկա, բոլորին խնդրում ենք գալ ոնց որ հենց կոնֆերանսի հատված, այնտեղ ոնց որ ավելի տենց բան է, էլի, որ այդ 48 ժամում այդ 70 թիմը կենտրոնացած աշխատեն։ Պետք է չխանգարեն։ Հա, չէ, մուտք գործելու իրավունք չկա։ Ու բացում ենք անելու եւ այլն, այդ ու փակում եւս, բայց փակումը կանենք Կիրակի էլի կոնֆերանսի դահլիճում Շառնազնավուրի։ Հաջորդ միջոցառումը, որը կրկին ավելացել է այս տարի հենց Techfic Վանաձորին, դա համերգն է, հենց գալիս է դրան, որ յուրաքանչյուր բացում ունի նաեւ փակում։ Հա, բայց մենք փակումը համերգով չենք նախատեսում, համերգը որոշել ենք անենք ամսի 5-ին, այսինքն շաբաթ օրը, իսկ փակումը Կիրակի օրը արելի նույն կոնֆերանսների Շառնազնավուրի դահլիճում։ Համերգից խոսեմ, համերգը անում ենք մեր գործընկեր Վանավոր Ինեկոբանկի հետ ու հրավիրում ենք Լավելիին հայտնի բոլորի Վանաձորի Լավելիին, եթե անկեղծ մյուս երգիչների ու դիջեյների անունը չեմ հիշում, հուսով եմ ինձ բոլորը կներեն, բայց հենց հայքի հրապարակում է լինելու Վանաձորի կենտրոնական Ethnocolors, հա դուք դիմիկ լավ եք հիշում։ Այդ համերգով փորձում ենք ոնց որ աշխուժացնենք քաղաքային կյանքը, հա, ու կենտրոնացնենք բոլորին այդ տեխնոլոգիական process-ների վրա։ 5-րդ փաստացի որպես այդպիսին միջոցառումը ոնց որ թե այդքան էր, այսինքն կոնֆերանսն է, համերգն է, հակատոնն է, էքսպոն է, Wings-ն է, աշխատարաններն են։ Այսինքն մոտ 3-ից ավել միջոցառում ավելացել է նախորդի համեմատ ու ծավալներով շատ ավելի մեծ է։ Մենք որ միացանք մոտ 2 անգամ էինք ուզում մեծ կազմակերպել Techfic-ը, բայց ոնց որ ես շուտ ասում եմ 4 անգամ մեծ է ստացվել ու այդ շատ լավ է իրականում։ Ու տեսնում ենք բոլորի աջակցությունը, այսինքն թե վանաձորցիների, թե ամբողջ Լոռու մարզի, սկսած մարզպետարանից, վերջացրած մեր, չգիտեմ, արդեն ձեր քաղաքապետարանի աշխատակիցներով, բոլոր տարածքների աշխատակիցներին եւս մեծ շնորհակալություն, այսինքն բոլորին շնորհակալություն, որովհետեւ քաղաքը տես մի տեսակ ջերմ ու գրկաբաց է ընդունում ես, հա, ու շարունակում ընդունել ու աջակցել ամեն ինչով, այդ թվում նաեւ ձեզ շնորհակալություն այս եթերի համար, ու երևի թե այդքան է։ Եթե հարցեր ունեք, ասեք, ես պատրաստ եմ։ Եթե ավելացնելու
Ավելացնելուն է մի հատ շատ կարևոր մեր հայրենակիցներին, ինչու՞ չէ նաև հրավիրելու։ Կոչ եմ անում, ոնց որ հուլիսի 4-ից 6-ը Հայաստանի բոլոր ծայրերից հավաքվել Վանաձորում ու մասնակից դառնալ այս ամենին, ինչու՞ չէ նաև օգնել, որտեղ սա հանրային տեխնոլոգիական հանրության համար թե ամբողջ մեր ժողովրդի համար կարևոր միջոցառում է, ու մի հատ կետ կա, որը ինձ հանգիստ չէր տալի գործընկերոջս հետ ձեր հետ հարցազրույցի ընթացքում։ Հենց մենք ասում ենք, որ ոնց որ համաչափ զարգացում եւ այլն, չէ՞։ Իրականում ես դրա մյուս բանն եմ ուզում, ոնց որ գնանք, հա, ճիշտ է, այս տարի կարող չհասցնենք, իսկ կարող է հենց ստացվի, որ Վանաձորը ավելի զարգացած լինի, քան թե օրինակ Երևանը տեխնոլոգիապես, հա, ոնց է։ Ես առաջարկում եմ կարողա բառը հանեք։ Այո, այսինքն հենց դա, որ մենք միշտ երկար տարիներ ես կարող եմ մի քիչ ուրիշ դաշտ եմ գնում, բայց ոնց որ այդ համաչափ զարգացումը ինքը ինչ է, էլի, ինքը պետք է լինի, որ բոլորը փորձեն հակատոնի պես։ Հիմա ոնց որ պատկերացրեք հակատոն ենք անում ու ասենք ժողովուրդ 78 էլ համաչափ բան եղեք, հա, ավարտեք ձեր անելիքները ու համաչափ զարգացեք, այդպես չի լինում։ Քաղաքներ կան, մարզեր կան, որոնք ինչ որ մի բանից են ուժեղ, մյուսները ուրիշ բանից, հենց այդ է, որ մեզ համաչափ զարգացման համար հիմքերը մենք ստեղծում ենք, բայց եթե Վանաձորը կարողանում է, ու ես վստահ եմ, որ կարող է, եթե ուզենա, հա, շատ ավելի զարգանա, քան թե Երևանը, ինչու ոչ։ Ինչու ոչ։ Սա մեր ուղին հաղորդաշարն էր, մնացեք խաղաղությամբ եւ իհարկե չմոռանանք հենց հուլիսի 4-ից 6-ը այցելել Շարլ Անձնավուրի մշակույթի պալատ, տեխնոլոգիաների մեծ հրավառություն է լինելու Վանաձորում։ Կհանդիպենք եթերում, առայժմ։